Մենք մեր զրույցը շարունակում ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Արման Աբովյանի հետ։ Այսօր արդեն տեղեկություններ հրապարակվեցին, որ 50-ից ավելի հասցեներում են խուզարկություններ իրականացնում։ Փաստորեն այդ թիվ 1 հոգեխանգարմունքի մեջ ընկած անձնավորության մոտ ուղեղի մթագնումները շարունակվում են։ Ինչ է փնտրում, ինչ է ուզում գտնել եւ ինչ նպատակ են հետապնդում այս խուզարկությունները։ Որոշի բան չի փնտրում, ինքը շատ լավ գիտի, որ եթե սենց ասենք, հա, ժողովրդի քվեի վրա միայն հույսը դնի, իսկ ինքը տարբերակ չունի, հա, այլ տարբերակ չունի, որովհետև ցավոք այն իրավիճակը, որի մեջ մենք հայտնվել ենք, հա, այն տերորը, որին մենք ենթարկվում ենք բոլորս, մենք ես նկատի ունեմ նույնիսկ այն մարդկանց, ում առայժմ բերման չեն ենթարկել, հա, որովհետև տեղեկատվական տերորն էլ է տերոր, էլի մարդիկ գժվցրել է սավին։ Բայց ինքը շատ լավ հասկանում է, որ ինքը իրականում շանս չունի։ Ինքը պետք է ջարդի, պետք է փշրի։ Պարզապես գիտեք, ստեղ խնդիրը ինչու՞մն է։ Խնդիրը նրանումն է, որ սրանք քանզի իրականում զուրկ են խորքային ինտելեկտուալ, հա, վերլուծությունից, իրականում զուրկ են։ Ну, դա այդպես է, շոր վիրավորանք չի, բան չի, մարդ կարող լինի ինտելեկտուալ, բայց վերլուծական, հա, ինտելեկտուալ ներուժ չունենա։ Իրանք չեն հասկանում, որ իրանք կռիվը խնդիրը ընդդիմությունը չի։ Տեսեք, տարօրինակ բան եմ ասում։ Խնդիրը Կարապետյանը չի, Քոչարյանը չի, Ծառուկյանը չի, հա։ Խնդիրը ժողովուրդն է, թե խնդիրը հենց ինքն է։ Խնդիրը իրանք չեն։ Իրանք ամեն մեկը իր մասով, չէ, ժողովրդի իղձերը, չգիտեմ, երազանքները, կարծիքները արտացոլող մարդիկ են։ Խնդիրը ինքն է, ինքը չի հասկանում, չէ, ինքը հրաժարվում է հասկանում, որ խնդիրը, իրա խնդիրը ինքն է։ Սա քաղաքագիտական առումով կոչվում է միջալոց Բրոնսի մոտ էի կարդացել քաղաքագիտական շիզոֆրենիա։ Երբ որ գանգուղեղի աջ մասը կռիվ է տալի գանգուղեղի ձախ մասի հետ, ընդ որում դե գիտեք, ես կոռեկտության սահմաններում, բայց այնուամենայնիվ, երբ որ ասում է հայրենիքը ոչ թե լավ չէ, այլ հայրենիքը միայն այդ գծված սահմաններն է, ու հայրենիքը պետք է ընկալվի միայն պետության համատեքստում։ Դա իրականում ոնց որ աջ կողմը գանգուղի կռիվանի ձախի հետ, կամ մի կողմից ասում է դուք բոլորդ բան սենց Արցախը ես չեմ հանձնել, նախկիններն են հանձնել, չգիտեմ ինչ, Արցախը մենք Ռուսաստանը ճանաչեց դրա համար ես ճանաչեցի։ Արցախ բառից, հա, բայց մենք ասում ենք Արցախը, բան մեկ էլ մի կողմից շուր է գալի, ասում է, բայց շատ լավ է որ տիպը Արցախը գնաց, որովհետև մենք բացեցինք Հայաստանի պատճառը, ազատագրվեցինք։ Ժորժ ջան, դա իրականում գիտեք ինչի նման է, ոնց որ մարդու գանգուղեղը հեռացնես ու ասես երջանկացրել եմ մարդուն, որովհետև ինքը էլ տխրելու ունակությունից զրկվեց, ինքը տենց վախենալու ունակությունից զրկվեց, բայց գանգուղեղը հանել ես։ Դարել է բույս։ Տեսեք, այս մարդիկ գտել են իրենց, եւ սա փաստ է, գտել են իրենց անվտանգային, անձնական անվտանգային շրջանակը, որոշել են ավելի ճիշտ թուրք-ադրբեջանական տանդեմի պարագայում։ Հիմա դա ի սկզբանե էր, տենց կոպիտ ասած, սրանք ուղարկած չէ, ղրգած էին, թե, տեսեք, հատուկ ասացի ուղարկած չէ, ղրգած, հա։ Թե սրանք ընթացքում կամաց հարց ու փորձ անելով ընկան այդ օրը։ Ստեղ խնդիրը հետևյալն է, տեսեք, կառավարել հասարակությունը հնարավոր է երկու միջոցով։ Մեկը, երբ որ դու հասարակությանը այնքանս նվազագույնը հարգում, հա, որ բոլոր քո թերությունները իշխանության մասին է խոսքը գնում, այնուամենայնիվ դու մարդկանց տալիս ես ամեն մեկին ընտրության իրավունք, ոչ թե ընտրությունների ժամանակ ընտրության իրավունք, այլ առհասարակ ընտրության իրավունք, ինքը ով լինի, ինչ լինի եւ այլն։ Եվ երկրորդը, երբ որ դու զրկում ես իսպար մարդուն այդ ամեն ինչից։ Բռնապետություն կամ պայմանական, հա, դեմոկրատիա, կիսատ պռատ չի լինում, բայց քանի որ ինչպես ասացի, սրանց ինտելեկտուալ վերլուծական միտք չկա, սրանք մի համակարգ են փորձում ձևավորել, որտեղ հասարակությանը
փորձում են համոզել, որ աննասուն լինելը դա լավ է, որ եթե մարդ աննասուն է, ըստ էության դա են, չէ՞ մեզ ասում են եղիր աննասուն։ Կեր խմի ուրախացի։ Կեր, չէ, լափի, խմի, Հա։ ներողություն, չգիտեմ, խառախուրա կենակցի, ով ում այդ ոնց ինչ, այդ մասի սար, այդ Արցախ, հայրենիք, հայություն եւ այլն, այդ սա քեզ խանգարում է։ Այսինքն քեզ խանգարում է այդ ամենը։ Դրա հետ մեկտեղ ասում են հետեւյալը, որ դու պետքա բան անես, անպայման պետքա ինքդ քեզ ազգային կաստրացիայի ենթարկես։ Ազգային կաստրացիա, ստերջացման։ հա, ազգային ստերջացման, որովհետև պարզվում է, պրոբլեմը ինքը դա է ասում, քո մեջ է, ինքը ասում է ժողովուրդ, քո մեջ է, դու վատ ես ապրում, որովհետև օրինակ, չգիտեմ, սիրում ես, հա, ցեղասպանություն ես, շուտ տխրում ես։ Թոք էր մեր վզին, դրա համար մենք վատ էինք ապրում։ Ցեղասպանությունից վաղը անխուսափելի ասվելու է Սյունիքներ թոք։ Ասելու է Երևաններ թոք։ Արդեն սկսել են տենց մանրից տաքացնել հասարակության կարծիքները, դե սովետի ժամանակ ադրբեջանցու հետ ապրում էին։ Կամ Օսմանյան կայսրությունում հայերը ապրում էին։ Ես դրանց հետ մի հատ բանավեճի էի մասնակցել, դա տուպերձիա են, էլի, ասես մի հատ լավ բառ կա։ Հետո օգնեց այդ բանավեճից հետո թե չի փրկել։ Չէ, ուրեմն սենց մի բան կար, արա հետս փրփուրը բերանը 15 թվականին մենք պետք է հասկանանք ինչ է եղել, բան ասում են ոնց որ մեկը մտնի տուն, տնեցիկից սպանի, բռնաբարի, մորթի, դու հետո նստես, ասես մի հատ հասկանամ խիա մտեինք իմ տուն։ Արա դու քո ապուշ չեք։ Ես այդ ինչ էի արել։ Երկրորդը 15 թիվ ասում եմ, տես 15 թիվ առաջի համաշխարհային, որպես օրինակ եմ ասում, առաջին համաշխարհային պատերազմն է, հայը ընկավ ռուսի, թուրքի, ֆրանսիացու, անգլիացու արանքը, դրա համար թուրքը ճարահատված, այդ խեղճ թուրքը ճար չուներ, որ պետք է մեզ կոտորեր, ինքը ճարահատված էր։ Ասում եմ, լսեք, ասում եմ, ձեզ մի հատ գաղտնիք եմ բացում, ասի, բոլոր հայերը գիտեն, բացի ձեզանից, ասի։ Տեսեք, հայերի կոտորածը չի սկսել 1915 թվականին, 1915 թվականից մինչև 1921 թվական ընդհուպ պիկներ, հայերի կոտորածը սկսել է, եթե ցանկանում եք, հայ, սենց ասենք, պաշտոնապես 1897 թվականին։ Համիդյան ջարդեր։ Ապրես, երբ որ Համիդյան ջարդերի ժամանակ կոնցեպտ առաջ եկավ, որը իմիջիալոց բերեց սրանց սիրած Եվրոպան։ Հունգարացիները, թուրք չկար, օսմանցի էին, չէ, թուրքական ազգի ձևավորում։ Կոնցեպտը իր մեջ ներառում էր հետևյալը, որ պետք է այն ժողովուրդները եւ ազգերը, որոնց հողերի վրա տնավորվել են քոչվոր վիժվածքածին ցեղերը, իրանք պետք է վերանան, ոչ թե ասիմիլացվեն, որովհետեւ թուրքերի պես ասիմիլացնող ոչ մի հասարակություն չկա։ Իրականում հիմա հիմիկվա թուրքերը, իրենք ովքեր են, իրենք ըստ 800 տարվա ժամանակ այդ գենետիկ սելեկցիայի ընթացքում, չէ, ձևավորված շուտ մի տենց հիմա տեստեր են անում, որտեղ թուրքական գեն չկա մեջը։ Աշխարհի միակ երկիրն է Թուրքիան, որտեղ արգելված է օրենքով թեստ անելը, գիտես, խի թեստ են անում, տենում են հույն է, հրյա է, բուլղարացի է, սերբ է, թուրք չկա, էլի։ Հիմա, բայց վերադառնալով այդ ամենին, ասում եմ, տեսեք, 1897 թվական սկսեցին բուլղարացիներից եւ հույներից կոտորեցին 2 միլիոն մինչեւ 1905-7 թվական 2 միլիոն հույներ կոտորվել, Սմիրնայի կոտորածը, ձեռի հետ 300,000 հայ, ձեռի հետ, ես կրկնում եմ սրանց խոսքերը, որովհետեւ չեմ ուզում իմ անուններ հնչեցնեմ, ինձ որ առաջի անգամ ասեցին ձեռի հետ, ոնց ինֆարկտ էի ստանում, ասում դու հասկանում ես մարդկանց մասին ես խոսում, դե լավ, եսի տենց իմ էմոցիաներն է, հետո գալիս է 1905-7 թիվ, Շուշիի ջարդերը առաջին երբ էին, 1905 թվականին, հերթով ամեն անգամ կոտորելով, ու մեկ էլ գալիս է ինչ-որ մի պահ, որ 88 թվականին մենք
բոլորս ելում ենք ասում ենք ախպեր հերիքա մեզ մորթեն մենք չենք որ Ժորժ ջան մենք չենք գնացել իրանց տուն հասկացեք մենք չենք գնացել կոտորածարը մենք չենք հողերը զավթել 100 տարվա ընթացքում դա ակնթարթից ավելի քիչ է պատմական առումով Հայաստանի մեր հայրենիքի 92-94% չկա Իսկ գիտեք ինչի չկա, որովհետև 15 թվականին, 1921 թվականին, 1905 թվականին, 1897 թվականին, 1988 թվականի սկզբին 86-ից 88 թվական հայտնվում էին Նիկոլ Փաշինյաններ, որոնք ասում էին ախպեր մի դիմադրի, կողքի գյուղը կմորթեն ջանդա, մեր գյուղ չեն մտնի, հիմա դա են մեզ ասում, դա դու չեք հասկանում ինչ ժողովուրդ չկա անդիմություն, իշխանություն կռիվ հիմա, չկա Ուղակի չկա Սուտա ով ինչ ուզում ասի չկա կռիվը հետևյալն է Ապրելու ենք լավագույն ճակերտներում դեպքում մենք տարատեսակ լոսերում, Մոսկվաներում, չգիտեմ Փարիզներում, Բոյնոս Այրեսներում, Արարատն էլ մխենք պատին ու տենց տարին երկու անգամ կենաս բարձրացնենք, դա լավագույն դեպքում Թե մենք ի վերջո կհասկանանք, որ մեզ դրել են ոչխարի տեղել, ոնց բացատրենք Ոչատո ոչխարի իրանք են, ոչխարի տեղ դնում են, ասում են, գիտեք ինչ կա, ոչխար լինելը, լափելը, չունենալ ընդհանրապես ոչ մի բարոյա հոգեբանական հենք, էդի միակ տարբերակն է, որ մարդ լինի երջանիկ, ու մի բան էլ ասեմ, զգում եմ հարց եք ուզում տակ, ժողովուրդ, սրանք, որ ասում են ազատություն, հիմնական ազատ չէ, ասում են ազատությունը, իրականում լինում է երկու տարբերակի, մեկը գոտկատեղից վերև, մեկը գոտկատեղից ներքև, սրանք գոտկատեղից ներքև են, բայց գոտկատեղից ներքև ազատություն ջատագով մարդը տարբերակ չունի, ինքը կոտորվում է, որովհետև ստիմուլ չունի դիմադրի գոնե, մեզ չեն ասում կռիվ, մեզ ասում են մի դիմադրի, այդ պարագայում քեզ չեն սպանի, այդ են ձեզ ասում Պարոն Աբովյան, չէ, ներել բան չկա, ուղղակի տեսեք, հիմա դուք ներկայացրեցիք ռեալ իրավիճակը, ինչ կա, բայց իշխանությունը ժողովրդին հրամցնում է հետևյալ տեսանկյունը, որ նախ խաղաղություն է, ասենք ինչի եք այդքան խառնվել իրար խաղաղությունն էլ երաշխավորում անվտանգությունը, ես այտենց մարազմատիկ միտք առաջին Նիկոլից լսեցի, եւ երկրորդ դա չի ներկայացվում որպես պրո-թուրքականություն, սա ներկայացնում է որպես պրո-արևմտամետություն, տեսեք, իրենք Թուրքիայի մի կողմ են դրել, չնայած անընդհատ ընկնում են Թուրքիայի գիրկը, ժողովուրդը ասում են Թուրքիա, բա մոռացեք, մենք գնում ենք դեպի պայծառ արևմուտք, Այն մյուսներն էլ ուզում են այդ խաղաղությունը ծախողեն, բերում են պատերազմ։ Ուզում եք, ընդդիմությունն էլ ուզում է գնալ դեպի Ռուսաստան, Գուբերնիա։ Տեսեք, ամենամեծ սրանց սխալմունքը իշխանություններին է, որ իրենք մարդկանց համարում են անմեղսունակ։ Իրականում իրանք համոզված են, որ մարդիկ կառավարվող զանգված են, ժողովուրդ, ձեզ, ինձ, մեզ բոլորիս համարում են անասուն, ես լուրջ եմ ասում, իրանք համոզված են դրանում։ Ինչի համար, խաղաղությունը ինչ է, եթե ինչ-որ մեկ ասում է, որ խաղաղությունը դա, որ սահմանին չեն կրակում, դա հավասարազոր է նրան, որ մեկը ասի, օրինակ, առողջությունը նա է, երբ որ մարդ, չգիտեմ, օրինակ լավ կոշիկներ է հագնում, այսինքն հիմարություն է դա։ Այդ սահմանին չկրակելու պատասխանը շատ պարզ է, իսկ ինչի համար են կրակում թուրքերը սահմանին։ Եկեք մի հատ էսի հասկանանք, կրակում են ինչ-որ բան ստանային, չէ՞։ Հիմա քանզի սրանք ինչ կա չկա, տալիս են էլ կրակելու իմաստ չկա, տալիս են մեր բոլորիս երեխեքի կյանքերը։ Սա մեկ Չկա խաղաղություն, խաղաղությունը չի կարող լինել մի պայմաններում, երբ որ կոնտրագենտը խաղաղության, այսինքն Ադրբեջանը, չէ, քեզ մշտապես սպառնում է ոչնչացումով, եթե դու չհամաձայնվես ինքնաոչնչացման, այսինքն ինքը ինչ է ասում, ասում է պետք է գան արևմտյանը, իբր արևմտյանը, ադրբեջանցիներ, թե չի լինի խաղաղություն, սա Ալիևն է, կամ ասում են արևմտյան ադրբեջան աննասուն, հա, տենց ապուշ ինչ որ բան են մտածել, բայց այդ ապուշ ու աննասուն մտածածը հիմա
Միսուարյունաստանում Նիկոլ Փաշինյանի եւ իր վարչակազմի ձեռքերով։ Սա երկրորդ մասը, այսինքն դա խաղաղություն չի։ Հիմա անցնենք դեպի Եվրոպա։ Տեսեք, եկեք դուրս գանք ռուսամետություն, եվրոպամետություն, ինչա մետություն։ Հասկանանք հետաքրքրությունները տարածաշրջանում հիմնական աշխարհաքաղաքական խաղացողների։ Ինչ է ուզում Եվրոպան։ Եվրոպան ուզում է, քանզի ինքը կոնֆլիկտի մեջ է Ռուսաստանի հետ, այսինքն եվրասիական վեկտորի հետ, ինքը երկու բան է ուզում է դիվերսիֆիկացված էներգոկիրների ուղիներ, որը դուրս կլինի Իրանի եւ Ռուսաստանի վերահսկողությունից, սա մեկ, եւ երկրորդը ուզում է ձևավորի մասշտաբային հակառուսական ճակատ։ Երկու պարագայում էլ մենք մսացու ենք։ Ընդ որում մի գաղտնիք էլ բացեմ, Եվրոպան խորապես թքած ունի Հայաստանի տեղը ինչ կլինի, կլինի Արևմտյան Ադրբեջան, չգիտեմ, Հյուսիսային Տիմոր, կլինի Հավայան կղզիներ, իրանց մեկ է։ Քաղաքականությունը ցինիկ բան է եւ եվրոպացին ասում է, եթե դու, հիմա ով ինձ նայում ես, չես պայքարում քո հայրենիքի համար, ինքը քո հայրենիքը խժռելու է։ Սա ցինիզմ է, բայց այդ ցինիզմը ինքը աշխարհաքաղաքական գործընթացների ներքո է։ Ձեզ թվում է օրինակ նույն Թրամփը չգիտի, որ թրիփը դա ըստ էության Հայաստանի Հանրապետության հարավի անեքսիա է հակաիրանական պլազդարմ ձևավորելու համար։ Ինքը ինչ խնդրեմ ունի։ Բա էտա։ Եվ ամենակարևորը Ուրսուլա ֆոն դեր Լայան, Եվրոպական միության հանձնաժողովի գլխավոր հանձնակատար, հայտարարում է, որ Ադրբեջանը իրենց ռազմավարական գործընկերն է եւ այս պարագայում միգուցե ես եմ սխալվում, միգուցե դուք ավելի լավ տեղյակ լինեք։ Քանի անգամ եք լսել, օրինակ նույն Եվրոպայի կողմից Արևմտյան Ադրբեջան կամ ադրբեջանցիների բնակեցման թեմայի շուրջ ինչ որ մի բան։ Այսինքն դատապարտող թե գովաբանող։ Չէ, դատապարտող, դեսի ուղիղ անեքսիայի խնդիր է։ Լսել եք, չեք լսել։ Բայց այդ ինչի չեք լսել, հետարքիր է։ Կարող է դզանից գախնի եմ պահում։ Չէ, չեն ասել, որ խնդիր չունեն։ Այո, հիմա ասնում ենք ռուսների։ Ադրբեջանցի թե հայ թե ռուս։ Հիմա ասնում ենք ռուսների։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, ցինիկ բան եմ ասում, բայց սա պետք է լինի ուղակի մեզ համար ուղենիշ։ Ումա ֆիզիկապես ձեռնտու ստեղ լինի Հայաստանի Հանրապետություն, որը իզորու կլինի, ինքն իրան կառավարի, լինի ինքնիշխան ու դեր խաղա, որպես տարածաշրջանային խաղացող ու լինի պետություն։ Ումա ձեռնտու։ Մա եթե ասենք ռուսներին, կասեն ռուսիստրուկ են։ Ռուսներին, իրանցիներին, չինացիներին։ Գիտեք ինչի համար։ Շատ պարզ է, որովհետև քանի կա Հայաստանի Հանրապետությունը եւ հայերի ազդեցությունը աճում է տարածաշրջանում, նվազում է իրենց համար վտանգավոր թուրքական եւ նեո, սենց ասենք, անգլոսաքսոնական ազդեցությունը Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի վրա։ Մենք ապուշ չենք, որ հրաժարում ենք, սա հասկանալ, այնց չի ռուսը աչքերը չռած մեզ սիրում է մենակ նրա համար, որ մենք կանք, ոչ։ Իրանց վերաբերմունքը դեպի մեզ ռացիոնալ է։ Այո, իրանք լիքը սխալներ են արել։ Լիքը սխալներ։ Բայց մենք այդ սխալները փորձելու տեղը գնալ, հասկանալ, խոսալ, դե լավ ավելի եմ բացում, միջև 2017 թվական դիվանագիտական ծառայության էի։ Դիվանագիտական ծառայությունը ենթադրում է որոշակի աշխատանք կառավարությունների հետ, որտեղ դու հավատարմագրված ես։ 18 թվականից Հայաստանը բոլոր իր լծակները, բոլոր Ռուսաստան, Ուկրաինա, չգիտեմ, Բելարուս, Ղազախստան եւ ոչնչած Ղազախստանը ավելի, հա, ինքը մեր հետարքրության գոտու մեջ այդքան շատ արտացոլված չէր, շատ եմ սիրում էլի ղազախներին ես իրականում։ Դրա բան էլի սենց Ղազախստան որ տաքսեմ ժպտում եմ, բայց այնուամենայնիվ մենք հանձնում ենք բոլոր մեր պոզիցիաները։ Ես ականատես եմ եղել 3 ամիս հետո բոլոր պոզիցիաներին եկան կանգնեցին թուրքերը։ Պոզիցիա հանձնել ինչ է նշանակում։ Դու ունես օրինակ քեզ սիմպաթիա որպես մարդ, հա, արտացոլող մարդկանց։
պաշտոնյաներ, չեմ, դու իրանք ոչ թե գործակալներ են ազդեցության ինչ-որ իրանք ախպեր, հիմա մեկի մերը հայ է, դերոխի ես լեզուս քաշում, մեկի ինգերն է մոտիկ հայ, մեկը խոսքի 2 անգամ եկել է Երևան դուր է եկել է, մեկը գժվում է Արցախի համար, մեկը պատմաբանա հասկանում է, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի ամուր, պինդ, ուժեղ, հարուստ լինելը ձեռնտու է, այդ մարդկանց հետ պետք է աշխատես, չէ՞։ Այո։ Սա հանձնում ենք։ Սա իշկա չկա հանձնում ենք։ Ձեզ թվում է որ օրինակ տարբեր երկրներում յան ազգանունով մարդիկ երբ որ տարբեր պաշտոններ են զբաղեցնում միայն Ռուսաստանը չէ Միացյալ Նահանգներ եւ այդտեղ հենց հա մենք անենց տաղանդավոր ազգ ենք որ բացի մեզանից էլ մարդ չկա հա այդ ենք մենք մտածում չէ ժողովուրդ դա հետևողական աշխատանք է ոնց բացը մենակ կեշին են արա ուղի խոսք ասում չենք հասկանում ինչ եմ ես ուզում ասեմ ու այդ ամեն ինչ մենք հանձնում ենք պարզա գալիս է տեղը թուրքը Ռուսաստան խառը վիճակ բան ուկրաինական քեյս եւ այլն մենք դուրս են գալի պերիֆերիա դուրս գալուց հետո միանգամից ակտիվանում են ադրբեջանցիները միանգամից իրանք նույնիսկ կարողացան արա աբսուրդ է նույնիսկ իրանական ճակատում գիտես չէ խնդիրը որ ադրբեջանցի չի զոքացրել մեր ազդեցությունը մենք ենք դուրս եկե արա Դրա համար էլ 20 թվականին խոսում էին ուժեղ հզոր ադրբեջանական լոբի ունենալու մասին Ռուսաստանում։ Դեր ջան, ցավը տանը։ Մարդիկ, ովքեր լոբիստական գործունեություն էին կատարում Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, իրանց արգելված է մուտքը Հայաստան ժողովուրդ, հասկանում եք ինչ եմ ասում, արա։ Ինչի համար հարց տանք Ինչի համար ուղակի մարդու գժ ես ասեմ քեզ ավելին քանի ես հիշում եմ ներողություն էլի մի հատ փաստաթուղթ եմ ուզում ընթերցեմ էլի ժողովուրդ ուրեմն սրանք այնքան անմեղսունակ են որ օրինակ ինչ էր ասում էդի լրտեսներ են ովքեր խոսում են արևմտյան Ադրբեջանում Ես դա էի հենց ուզում հարցնել այս լրտեսա ցավը որ ինքը կպել է Գագիկ Ծառուկյանն է ասում լրտես Անդրանիկ Թևանյանն է կալանավորել այդ խայտարակոթվածով այդ լրտեսա ցավը ինչով է պայմանավորված ու ինչ նպատակ է հետապնդում Ռուսերեն ասեմ իջին Ֆակստանա նավարի շապք գարիտ Գողը առաջին ես չեմ մեղադրում ես չունեմ փաստագրական փաստ բայց ինչ շատ հետաքրքիր է ախպեր լրտեսը այն մարդն է ով գործունեություն է ծավալում այլ պետության օգտին քու պետության դեմ կամ շահի հաշվին հիմա ով է Հայաստանում Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի շահի դեմ աշխատում եթե շահը կերն է դա պետություն չի դա ախորա չէ իրանք աշխատում են շահի ասեմ ավելին Ուրեմն սրանք ասում են, չէ, ով ասում է 300,000 ադրբեջանցի է, դրանք բան են, լրտես են, իրանք օրակարգ են բերում, ադրբեջանական նարատիվն են, ադրբեջանական նարատիվ են առաջ տանում, ես են անում են, ասում են կայենգեր, ասում են ինչի մեջ չեք լսում եք Ալիևին, շատ պաս պատճառ դու Ալիևը ինչ ասել է, դուք արել եք, մեզ խաբելով կամ փաթեթավորելով, ասել է Զանգեզուրի միջանցք, գնացել է սիրուն թրիփ են տենց ու պակով կարել, բերել են մեր աշտն են կողում, ու հպարտանում են, սրանք ունիկալ դեմքեր են, ունիկալ ուղղակի։ Սկզբից ասում էր սահմանադրությունը չէ, չենք փոխելու Ադրբեջանի պահանջով, հիմա փաստացի փոխում է։ Տես, Հերիկ Մերժան, ինչ ասած։ Հիշեցինք, չէ, ֆիքսում ենք, իշխանությունը ասում է, որ այն մարդիկ, ովքեր խոսում են կամ բարձրաձայնում են Արևմտյան Ադրբեջանի լրտես, դավաճան եւ այլն, եւ առհասարակ այդ թեման փակվել է ու պետքա նստեն այդ մարդը օգոստոսի 8-ից հետո եւ այլն եւ պետքա նստեն, սենց բաներ են խոսում։ Հիմա եկեք հասկանանք ով պետք է նստի։ Հայաստանի Հանրապետությունում գործում է արտաքին հետախուզության ծառայություն պաշտոնական կառույց, որը զբաղված է արտաքին հետախուզության ծառայությունը տարվա վերջին հրապարակել է զեկույց հիմնական վտանգների եւ
տարածաշրջանային զարգացումների մասին։ Արման Աբովյանը չի ասում։ Ու Նիկոլի ստեղծած կառույցն է, Նիկոլի նշանակած Իհարկե, իր նշանակած բան, հա, մեկ էլ սրիկա են ասում, չէ՞, այդ մարդկանց։ Հիմա կհասկանանք սրիկանով, դա ասում է սրիկայություն է, եթե դուք այդ թեման խոսում եք։ Կարդում եմ, հա, կոչ եմ անում, հարգելի դիտորդներ, հարգելի հեռուստադիտողներ, անպայման մտնել, ես հիմա ինչ ասում եմ, անպայման ստուգել, քանի չեն հեռացրել։ Պաշտոնական կայքում տեղադրված Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության Բայց տվյալներ։ սկրինը ամեն դեպքում անենք, էլի։ Արածա։ Սրբախ սատանի մայլեն քանդերբազություն չեն կանի, սրանք դե կարող ջնջեն Հա, ասում չկա։ միանշանակ։ Ուրեմն լսեք։ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն են ուշադրություն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթները եւ դրանց ուղեկցող ուշադրություն գործողությունները կարդում ենք հետո Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության ունեցած տվյալները վկայում են, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո, այսինքն օգոստոսից հետո իրանք ասում են մենք փակել ենք թեման, ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է այդ քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության ձևավորման համար։ Հիմա ով ասա հասկացա, սուտ խոսողը գիտեք ինչն են ասում, այնտեղ 300 ադրբեջանցի նշած չէր, երևի դրա Էդ էլ ասենք, հա, то есть կարող է լինի 264,000, 300,000 չլինի։ Ժողովուրդ ջան, սա ընթերցեցի պաշտոնական փաստաթուղթ։ Հիմա ով է սրիկան, ով է լրտեսը, ով է Հայաստանի Հանրապետության դեմ աշխատում, երբ որ առավոտից երեկո ձեզ համոզում են, որ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը պարզվում է ադրբեջանական նարատիվներ է բերել։ Արա դուք աննորմալ չեք։ Դուք հասկանում եք ինչ եք խոսում։ Դա ճիշտ են ասում, ով հրապարակում է ադրբեջանական լրտեսը։ Չէ, հասկացա, չէ դե, չէ, ես հասկանում եմ, որպես թուղթ են հրապարակին, ասում հրապարակողն են ադրբեջանական։ Շատ դժվար է մեղադրել սիմպաթիաներին այս իշխանության։ Բայց լավին լավ պետք է ասես, վատին վատ պետք է ասես։ Հիմա կարող է արտաքին, գիտես ինձ ինչն է այս ամենի մեջ իրականում վախեցնում։ Չնայած վախը ինձ չի կառավարում, բայց ես մարդ եմ, ես էլ եմ վախենում։ Ինձ վախեցնում է գիտես ինչը, որ արտաքին հետախուզության ծառայության պետը շատ խելացի աղջիկ է։ Ծերից ծեր նվիրված է Փաշինյանին, ծերից ծեր։ Նորմ հիմա տենց է, տենց են բայց այդքանից հետո որ ինքը սա հրապարակում է ուրեմն ինչ վիճակա դու պատկերացնում ես վտանգի խորությունը ինքը հասկանում է վաղ իրան հարց են տալու ասել են ընկեր դու արտաքին հետախուզության պետ էիր սենց պրոբլեմ կար բախի ձեն չանի եւ դրա հետ մեկտեղ թող սենց էլ հնչի ես միգուցե ռոմանտիկ եմ, բայց կարծում եմ, որ Փաշինյանի թիմի մեջ չի վերաբերում ինժալուց արտաքին այդ հետախուզության պետին, բան, հա, անուններ չեմ տալի, չեմ կարող ընդհանրեմ։ Կան մարդիկ, ովքեր նուստեյության պատանդի վիճակում են։ Ինձ թվում է շատերը։ Չէ, դու հասկանում ես ես ինչ եմ։ Ու իրանք էլ հունիսի 7-ին գնալու են ու քվեարկեն համար 7-ին, ես վստահ եմ։ Այդ թվում նաև ԱԱԾ աշխատողները, որ եկել էին Մայր Հայաստանի գրասենյակ։ Ժամը 7-ին առավոտյան։ Գիտես ինչն է բան անում։ Շատ ճիշտ բան ասացիր։ Ժողովուրդ։ Սենց մի բան ասեմ։ Ուղիղ։ Հարգելի պետական համակարգի ծառայողներ, ոստիկաններ, ուսուցիչներ, զինվորականներ, պետական մարմինների նախարարությունների աշխատողներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես գիտեմ ձեզ հիմա ինչքան դժվար է, որովհետեւ ձեր մեջ կռիվ է գնում ամեն մեկի մեջ, հա, ինչը պահպանի աշխատանքը, տունը, բոլորս էլ ունենք այդ խնդիրները, դες թվում է ես էլ եմ վարկերի տակ ճռռում եմ առավոտից իրիկուն։ Հա, բայց մի վիճակետները դուք չեք խափում իրանց, դուք պարզապես
գործում եք որպես պարտիզան, հա, որտեղ մենք ըստ էության կոլաբորացիոնիստական, հա, դաս կառավարման ներքո ենք, ինչ ասում են համաձայնում եք, ցուցակներ են ինչ որ կազմում, բան չէ, եթե կա այդ համակարգը չգիտեմ։ Հավաքներին են տանում։ Այո, բան, գնացեք հավաքների եւ այլն, այդ ամեն ինչ։ Թող այդ ձեր մեջի պայքարը դուք երկընտրանքի առջև չեք, դուք արդեն որոշել եք ամեն ինչ, ես գիտեմ։ Ինչ եք անում դուք։ Ամսի 7-ին գնում եք քվյա խցիկ եք մտնում եւ քվյարկում եք համար 7-ին։ Ունդեղ չկա դրած կամերա, Ով ինչ սուտ ասի, ոնց ասի, ինչ գլուխ ուզումա ցավցնի, հնարավոր չի վերահսկել, հիշեք։ Որ քվյաթերթիկը վերցրեցիք, համաձայն ձեր վերցրած քվյաթերթիկի լինելու է ձեր բալի, իմ երեխեքի, մեր բոլորիս երեխեքի կյանքի հարցն է, սա վախեցնել չի, բան չի, գլուխները պատով են տվել, ով կարծում է, որ մեզ կարան խոսքը հայերի մասին, հա, ոչ թե պասպորտովյան ազգանուն կրողների։ Գնացեք եւ դուք ձեր ոչ թե ընտրություն արեք, ես անպագորգոր խոսքեր չի։ Գնացեք ու որոշեք դուք Եռաբլուրում զոհված մայրերին ծեծողների շարքում եք, թե որովհետև չի ստացվի խուսափել ներքուստ, ինձ կարակ խափեք, բոլորին իրանց բան, հա, կապ չունի, բայց դուք ինքներդ ձեզ չեք խափի, ախպեր ծախսեք 15-ից 20 րոպե օրվա ընթացքում գնացեք, ու դուք ձեզ համար ներքուստ պարզապես որոշեք, դուք ում կողմից եք, այն մարդկանց, ովքեր լավն են, վատն են, նախկին չեն, հին են, հարուստ են, հարուստ չեն, թե մարդկանց, ովքեր իրանց հերթ չտալով Ալիևին ու Էրդողանին շնորհակալություն են հայտնում մեր երեխեքին կոտորելու համար։ Շնորհակալություն այս Մենք էլ նոտայի մեր վրա հերթին ավելացնենք մեր կարգախոսը, միացիր, որ փոխենք ու ազատություն նաև բոլոր իմիջայլոց, քաղբանտարկյալներին։ Այո, բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին, ու այդ կարգախոսը միացիր, որ փոխենք, այդ գաղափարի հիմնական հեղինակը ջատագովը եւ տարածողը հենց Անդրանիկ Թևանյանն էր, ու մի փոքր ֆիլմով էլ հենց միացիր, որ փոխենք վերտառությամբ ավարտենք մեր ոդկասթը։ Շնորհակալություն, պարոն Աբովյան։ Բայց գիտեք մի բան ասեմ, առհասարակ ոնց է ոդկասթները բրծնում, չէ՞, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ, բան չես ասած։ Կհանդիպենք ամսի 7-ին, համար 7-ին։ Ժողովուրդ, լավ է։ Չեմ ուզում ֆորմատը ջարդեմ, չեմ ուզում շատ արեկնազնել դերենիկներ շատ գերպրոֆեսիոնալ մարդիկ են, ես երկուսին էլ շատ շուտվանից ճանաչում եմ, սիրում եմ, հարգում եմ, բայց Փոխադարձ։ Ժողովուրդ, վերջի խոսքը, հա, այսօր ոդկասթի ընթացքում։ Արա դիրխոր չընկնեք, պատրաստվեք լավ փոփոխությունների, ձեզ բան եմ ասում, թե ինչ-որ դումկեքի մեջ մի ինգեք, մխելու ենք։ Միացեք, որ փոխենք, ամեն դեպքում վերջի խոսքը մերը լինի, հա։ Միացեք, որ փոխենք։ Միացիր։ Մենք ձեզ հետ ենք։ Որվա իշխանությունը պատերազմ ու կորուստներ բերող է։ Ադրբեջանական օրակարգը օրվա իշխող ռեժիմն է առաջարկում։ Այս իշխանությունները թշնամացրել են, պառակտել են, բաժանել են, մենք համախմբելու ենք, միավորելու ենք, հզորացնելու ենք, բոլորիս պարտքն է վերջ տալ պատմության այս ամոթալի ընթացքին։ Շնորհակալություն։ Ով որ չի ափսոսում Արցախի կորստի համար, այնի սիրտ, հոգի ու միտք չունի ու հայ չի։ Մեր Ղարաբաղի տատի պապին եղանք, էլի։ Ունենալու ենք անվտանգ երկիր,
թե արժանանալու ենք Արցախի ճակատագրին։ Ողջունում ենք Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Մենք միասնաբար պետք է մերժենք Ալիևի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Միացիր։ Ծանուցագիրը ներկայացնում։ Նիկոլ Փաշինյան, դու իմ կլիենտն ես, ուրեմն ես ներկայացրել եմ, թե ինչ պետական դավաճանությամբ ես զբաղվել և ես դա քեզ չեմ ներելու, ես ինչ որ դու անում ես և այն պիտակավորումը, որ կպցնում ես, դա քեզ չի ներվելու, որովհետև մեղադրել ինձ նման հանցագործության մեջ, դա չի ստացվել, բայց մենք քեզ շատ առարկայական մեղադրանքներ ներկայացնենք։